Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ այսօր Կանանց հարթակ ոդքասթին հյուրընկալել եմ բնապահպան Աննա Շահնազարյանին։ Բարև Աննա, ինչպե՞ս ես։ Բարև, լավ եմ, շատ ուրախ եմ։ Մենք այս ոդքասթերի շարքը նկարահանում ենք, որպեսզի ցուցադրենք նաեւ մարզերում գործող կանանց գործունեությունը, հայտնի եւ ոչ հայտնի, ինչպես նաեւ Երևանում գործող կանանց աշխատանքը։ Կուզենայի խոսել բնապահպան Աննա Շահնազարյանի մասին, պատմեիր, թե ինչպես ստացվեց, որ բնապահպանության մեջ ներգրավեցիր եւ քո գործունեությունը նաեւ ներառում է գրեթե Հայաստանի բոլոր խնդիրները կամ մարզերը, այսպես։ Շնորհակալ եմ, հետաքրքիր ներածական ասացիր, որը մասամբ է վերաբերում ինձ այն իմաստով, որ ես ծնվել եմ Սևան քաղաքում եւ մեծացել եմ այնտեղ, կյանքիս այդ շրջանը մինչեւ ուսանողական տարիները ամբողջությամբ այնտեղ են եղել։ Եվ կապված է իմ ինքնության հետ շատ սերտորեն եւ բնապահպանական գործունեության իմաստով Սևանալիճը ինձ համար այդ տունը եւ տունը եւ հիշողությունը դա այնտեղն է, որտեղ իմ մանկության շատ կարևոր պահերն են տեղի ունեցել եւ նաեւ այդ սերն է։ Բայց դրանից հետո, այսինքն 2000-ականներից ես ապրում եմ Երևանում եւ ինձ համարում եմ ավելի շատ Երևանի բնակիչ, թեև Սևանի հարցերը որպես քաղաք, բնակավայր, բայց առավել եւս Սևանալճի հարցերը ինձ ամենաշատն են մտահոգում եւ շատ պարզ բան է, այսինքն ես որ մեծացա, հասկանում էի, որ շատ բաներ էլ իմ մանկության նման չեն։ Իմ մանկության լողափերը կորան անհետացան եւ ոչ միայն անհետացան, այլ ուղղակի աղճատվեցին, տգեղացան, աղտոտվեցին, իսկապես դրանք բաներ էին, որ ես զգում էի որպես կորուստներ։ Ես գիտեի նաև, որ ասենք իմ ծնողների ժամանակ կամ նույնիսկ իրանցից առաջ էլ շատ առատորեն կար Սևանալճի էնդեմիկ ձուկը, իշխանը, եւ երբ արդեն ես էի մեծանում, իշխանը վերացած էր կամ մեծամասամբ չկար, գոյություն չուներ, Սևանալճի մակարդակը շատ էր իջած եւ կար սիգը որպես ձուկ, որից իհարկե 90-ականներին, երբ ես մեծանում էի, ամբողջ ազգներ օգտվում։ Եվ ես այդ գիտակցությունն ունեի, որ շատ բաներ վերանում են եւ ոչնչանում է դրա հետ մեկտեղ ոչ միայն ինքը որպես արժեք կամ որպես տնտեսական արդյունք, որից մենք օգտվում ենք մարդկությունը, նաեւ ոչ նյութական իր արժեքն է շատ վտանգվում, հիշողությունը, ինքնության հետ կապը եւ այլն։ Դրա համար ինձ համար այդ բնապահպանությունը կարեւոր է հենց որպես մի բան, որը իմ տնից է սկսվել, Սևանալճից է սկսվել։ Այո, ես ապրելով Երևանում եւ հետաքրքրված լինելով հարցերով, որոնք հիմնականում վերաբերում են անարդարությանը եւ այստեղ պետք է նաեւ ասեմ, որ ոչ միայն բնապահպանական գործունեության մեջ եմ, այլ նաեւ ֆեմինիստական, կանանց իրավունքների պաշտպանության, տնտեսական արդարության, շահագործման տարբեր համակարգերի քննադատման, վերլուծության անշուշտ եւ դրանց հաղթահարման, դրանց դեմ պայքարի հարցերով եմ նաեւ հետաքրքրված, ես զբաղվել եմ երկար ժամանակ ու դրանք իրար հետ փոխհատվող բաներ են, այսինքն ամեն ինչը եթե մի մեծ հովանու ներքո ներկայացնեմ, դրանք շահագործման համակարգերն են, այն ինչ արդյունահանվում է, այն ինչ կորզվում են եւ պաշարները, որոնք ընդերքում են գտնվում, կորզվում է եւ աշխատանքը, որը մարդն է իր էներգիայով, կորզվում է կնոջ կատարած աշխատանքը, որը անվճար է, եթե հաշվի առնենք այն, որ ինքը վերարտադրողական ֆունկցիա իրականացնողն է եւ իրականացնում է ոչ թե պարզապես հասարակության մարդկանց ծնելու, վերարտադրելու ֆունկցիան, բայց նաեւ պահելու, ուտելիք տալու, տները մաքրելու, առողջական իմաստով, բոլորին խնամելու, այդ բոլոր հարցերը իրար հետ փոխկապակցված են այդ մեծ հովանու ներքո, շահագործման եւ ինձ այդ ամեն ինչը որպես մի բան, որը տեղի ունենում մեր աշխարհում անարդար ձևով հուզել է, որովհետև ես երևի փոքրուց այդպես եմ, ես անտարբեր չեմ, ես շատ զգոն եմ, ուշադիր եմ ու չգիտեմ, ես թեթև նայող չեմ, որ ասում են, դե լավ, ինչ ա եղել, թեթև նայել։ Թքած ունեցի, թքած ունեցող չեմ, իհարկե
իհարկե դա իր գինը ունի այն իմաստով, որ շատ մեծ արդեն բեռ է դառնում մարդու առողջության վրա, ոնց որ ոնց ասեմ, եւ գործունեության մեջ մեծ տեղ է զբաղեցնում եւ անարդար աշխարհի մեջ շատ մեծ է թվում եւ բեռ է դառնում եւ ի վերջո կարող է հանգեցնի բացասական հետևանքների։ Կուզենամ խոսենք հատկապես հանքարդյունաբերության ոլորտը, որը որ ամենաշատն է երևի թե քո ուշադրության կենտրոնում եղել, ինչ համակարգեր են ներդրվել, որոնք որ շահագործման են տանում եւ բնությունը եւ մարդուն, նաեւ պետությանը երբեմն գիտենք դեպքեր, որոնք որ սպառնում են եւ պետության արբիտրաժներում եւ այլն։ Այս թեման ամենաշատը դու ես բարձրաձայնել եւ խնդիրները տեսել ես դու եւ վեր ես հանել դու։ Ինչպես է ստացվել, որ խորացել ես այս կարգի բարդ հարցերի մեջ եւ ինչ ես բարձրահայտել մեր համար եւս այս տաղավարից խնդրեմ ներկայացնես։ Կուզեի ասել, որ միայն ես չեմ, իհարկե ես մասնակից եմ բնապահպանական տարբեր նախաձեռնությունների, սկզբում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություններ, որին միացա ավելի ուշ, այսինքն ինքը ստեղծվեց 2007-ին եւ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի բացման դեմ էր Լալվարի անտառներում մեծ, անտառապատ այդ Հայաստանի հյուսիսային շրջանում։ Ես միացա մի քանի տարի ուշ եւ այդ ժամանակվանից արդեն հենց սկսեցինք մենք մեր կոլեկտիվներով, նախաձեռնության անդամներով եւ ավելի լայն համակիրներ, աջակիցներ, համայնքների ներկայացուցիչներ, բոլորը իրենց մասնակցությամբ մենք սկսեցինք տարբեր բաների մեջով անցնելով զարգանալ, սովորել, հասկանալ բաներ, որոնք մեր աշխարհում այսպես կոչված նոր, տնտեսակարգում, հասարակարգում, կապիտալիզմի մեջ իրականում մեր աշխարհում նկատի ունեմ մենք որպես Հայաստան հետսովետական, որը արդեն միացավ այսպես ասած կապիտալիստական աշխարհին, մեզ մոտ կրթության համակարգում դրանց մասին քննադատական կամ խորքային հայացքով վերլուծելու եւ հետազոտելու հայացքով ոչինչ չի արվում։ Նույնը կարող ենք ասել եւ մամուլի մասով եւ այլն։ Եվ դրա պատճառով, երբ մենք տեսնում ենք, որ շատ հարցերում բոբիկ ենք, մենք չենք կարողանում շատ բաներ, որոնք ինտուիտիվ են, դու զգում ես, որ օրինակ սա իսկականից վնաս է, մինչդեռ օրինակ եւ կառավարությունը, որը հաճախ սերտաճած է լինում հանքարդյունաբերական այդ շահույթ հետապնդող բիզնեսի հետ եւ հենց ինքը բիզնեսը պնդումներ են անում այն մասին, որ օրինակ սա ավելի շատ շահավետ է երկրի համար։ Բայց իրականում այդ ճանապարհը անցնելով մենք սովորում ենք անընդհատ, որ սրանք իրական անարդար համակարգեր են, որտեղ ոչ բաշխում է տեղի ունենում, այսինքն այդ նույն եկամուտների կամ թեկուզ հենց կորզման արդյունքում վնասի հատուցման, վնասների եւ այդ օգուտների ճիշտ հարաբերակցության մի խոսքով այդ տեսակի բաները մենք սովորում էինք պայքարի ընթացքում, իհարկե բարձրաձայնում էինք, բայց ավելի խորանում էինք։ Եվ ոնց որ ասեցի, հենց ամենասկզբից էլ անարդարության հարցերն էին եւ շահագործումը որպես կորզում, այսինքն ընդերքը հանել, իրենից փող աշխատել ու ոչինչ այլևս չանել, նույնիսկ այդ օգտագործված ստացած, եկամուտները չներդնել նոր տնտեսական ճյուղերի մեջ եւ այլն, դրանք մաքուր շահագործման օրինակներ են եւ ամենաբարդը այն իմաստով, որ ամենահզորն են տնտեսական որպես ոլորտ։ Սերտաճած են շատ ուրիշ ոլորտների հետ, հանքարդյունաբերությունը այսօր օրինակ գալիս էի եւ գովազդ էր վերելակի կողքը, ուրեմն թվում է թե կառուցապատման եւ նոր բնակարանների գովազդ էր, բայց ընկերության անունը, չեմ հիշում սկիզբը ինչ էր, կողքը մայնինգ էր։ Եվ մենք այսպես շատ մայնինգ, իհարկե մենք շատ այդպիսի ընկերություններ ունենք, հիմա որոնք արդյունահանում են ավազ, չգիտեմ, շինանյութ եւ
եւ այլն, բայց միևնույն ժամանակ հանդիսանում են կառուցապատողներ։ Մի կողմից հանքարդյունաբերությունը, ասենք, սերտաճած է շինարարության ոլորտի հետ, սերտաճած է երբեմն հենց ինքը բանկային ոլորտի հետ, որովհետեւ այդ նույն շինարարությունը հիպոթեկային շուկան, մի խոսքով, սրանք շատ հզոր իրար հետ փոխկապակցված, երբեմն սերտաճած ոլորտներ են, որոնք թելադրող են։ Իրենք տիրապետող են եւ շատ հաճախ իրենք տեսանելի չեն, որովհետեւ ասենք նման տնտեսական որոշումների մասին խոսում են, ասենք, падգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, բայց իրականում ոլորտը ինքը շատ լայն է, շատ խորն է, շատ մեծ արմատներ ունի, շատ ահռելի ռեսուրսներ ունի, փողեր ունի եւ շատ պաշտպանված է այն իմաստով, որ նույնիսկ օրենքի, եթե գոյություն ունեն օրենքի դրույթներ, հաճախ այդ օրենքի դրույթները չեն գործում, նաև չեն կիրարկվում, չեն պարտադրվում, որպեսզի գործեն, որովհետև դրանք մեկնաբանվում են իբրև ներդրողների նկատմամբ վնասաբեր կամ ներդրողներին ճնշող, ինչ որ տեսակի, պետական ֆունկցիա, պետական գործունեություն։ Եվ դրա մասին իհարկե կարող ենք ավելի խորանալ, որովհետև արբիտրաժների մասին հարցրեցիր, բայց ուզում եմ ասել, որ այո, հանքարդյունաբերության ոլորտը մի բան էր, որից մենք սկսեցինք թեղուտի հատկապես պայքարից եւ թեև այն ժամանակ օրինակ մենք մի քիչ ավելի նաիվ էինք, միամիտ էինք, մենք ՎՏԲ բանկի դիմաց ցույցեր էինք անում, բլոկադա էինք անում, փորձում էինք հասկանալ, ասենք, նույն Մոսկվայի, ներգրավում։ Այսինքն իրենց, գլխամասային բանկին դերակատարումը, բայց մենք սկսեցինք արագ հասկանալ, որ սա միայն զուտ բանկերի գործունեություն չէ, այստեղ մենք արդեն բացահայտեցինք կենսաթոշակային հիմնադրամների, որպես ներդրողներ, ինվեստորներ գործունեությունը եւ այլն, այսինքն այդտեղից սկսվեց մեր բացահայտումը, որ միայն հանքարդյունահանում չէ, այստեղ մենք գործ ունենք ուրիշ հզոր ինստիտուտների հետ, ինչպես ասեցի, ֆինանսական ոլորտն, այսինքն համաշխարհային կապիտալ եւ իսկապես համաշխարհային, միայն հայաստանյան չի հարցը, եւ համաշխարհային այդ կապիտալին պաշտպանող բոլոր ինստիտուտները, եւ դրանք շատ են։ Վերադառնանք ավելի հողի վրա պայքարի մեթոդներին, որոնք որ տարիներ շարունակ բնապահպանները, քաղաքացիները, ազդագիր համայնքի բնակիչներն օգտագործել են եւ ինչ են կարողացել կանխարգել, ինչպես են կարողացել կանխարգելել եւ այդ համակարգը կոտրել։ Ունենք այդպիսի դեպքեր եւ արդյոք մեզ հիմա հաջողվում է որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալ, եթե մենք դիտարկենք վերջին 10-15 տարին։ Իրականում արբիտրաժների հարցը չի փակվում։ Շատ կարևոր է, որ ես մինչև պայքարի եւ հաջողության օրինակներին անդրադառնալը բացատրեմ, որ արբիտրաժը ինչ է իրականում։ Եվ երբ որ ես ասեցի կապիտալը պաշտպանված, այսինքն ներդրողները, օտարերկրյա ներդրողները, եւ այստեղ շատ կարեւոր տարբերակում պետք է անել, դրանք անպայման պետք է լինեն գրանցված Հայաստանից դուրս։ Եվ երբ որ դրանք գրանցվում են, մենք ունենք շատ օրինակներ, երբ հայազգի ներկայացուցիչներ ներկայանում են ինչ որ անվանումով ընկերության, սեփականատերեր, բայց մենք հետո պարզում ենք, որ այդ ընկերությունը գրանցված է ինչ որ արտասահմանյան երկրում, բայց ամենաշատը գրանցված են լինում օֆշորային գոտիներում, Կիպրոսում, չգիտեմ, Լյուքսեմբուրգ եւ այլն։ Իրենք օգտվում են այդ հանգամանքից, որ գոյություն ունի մի բան, որը միշտ վեր է ներպետական օրենսդրությունից։ Նույնիսկ վեր է միջազգային, օրինակ, մարդու իրավունքների կամ նույն բնության պաշտպանության հետ կապված օրենսդրությունից, եւ իրականում նաեւ ինքնին օրենք էլ չի, բայց երկկողմանի, երկու պետությունների միջև գոյություն ունեցող պայմանագրեր են, որոնք անվանվում են ներդրումների պաշտպանության մասին պայմանագրեր։ Եվ այս պայմանագրերի արդեն ինչ որ կատարման մեջ, ինչ որ տարաձայնության դեպքում
ներդրողները, այսինքն շահույթ հետապնդող մասնավոր ոլորտը դիմում է այդ արբիտրաժ կոչվածին։ Եվ արբիտրաժն էլ իրականում մեր պատկերացրած դատարանը չէ, եւ ոչ էլ այսպես ասած դատավորներ են, հա, այնտեղ արբիտրերն են, ովքեր հիմնականում կորպորատիվ իրավունքի փաստաբաններ, իրավաբաններ են լինում, որոնց Միշտ չի որ արդար են վարվում։ Չէ, խնդիրը հարցը այն է, որ իրականում այն դրույթները, որոնք դրվում են իրենց առջև, ինքնին անարդար են, այսինքն ներդրողի պաշտպանություն ցանկացած ամեն որևէ դեպքում ներդրողի պաշտպանության տակ մեկնաբանողական շատ բանալ տեղի ունենում, ասենք մենք ունենք փորձեր համաշխարհային, ասենք օրինակներից, երբ բարձ օրինակ բերեմ պետությունը, օրինակ Եգիպտոսը օրենսդրություն ընդունեց նվազագույն աշխատավարձի մասին եւ ջրերի, այսինքն կառավարման, հա, որպես ռեսուրս իհարկե այստեղ պետք է դիտարկենք, համաշխարհային կորպորացիաներից մեկը մտավ արբիտրաժ ընդդեմ պետության եւ ահռելի գումարներ պահանջեց, մեկնաբանելով, որ սա իր ներկայի եւ ապագայի շահույթների եւ այդ հաշվարկների վրա վնաս է։ Այսինքն այն ինչ պետությունը պարտավոր էր անել, օրինակ միջազգային մարդու իրավունքների այլ կոնվենցիաներով, հա, եւ նաեւ ընդհանրապես որպես արդարության շատ կարեւոր մի քայլ բիզնեսի համար անընդհատ միշտ մեկնաբանվում է եւ այդ մեկնաբանությունները անում են արբիտրները, միշտ անում են հօգուտ ներդրողների։ Դրա համար է այդ արբիտրաժը եւ այդ արբիտրների խնդիրը միշտ մեր եւ պատկերացումներից արդարադատության մասին, որովհետեւ իրենք արդարադատություն չեն անում, իրենք ուղղակի ներդրումների պաշտպանություն են անում ամեն գնով։ Եվ նաև տեխնիկական իմաստով այնքը շատ տարբեր։ Եվ Հայաստանում, ասենք հիմա տարբեր process-ներ են գնում, նույն հեծի հետ կապված գործընթացներ են գնում, որտեղ մարդիկ իրոք տեղյակ չեն, որ իրականում ներդրումների պաշտպանությունը գրված է հենց այդ պայմանագրերով ներդրողների իրավունքները պաշտպանելու Այո, ներդրողների իրավունքների, բայց ոչ թե այստեղ իրավունքի հարցն է, շահույթների։ Եւ նաև ամենաահավորը այն է, որ միշտ հաշվարկվում են ապագայի շահույթներ, օրինակ կարող են հաշվարկվել 90 ապագայի 90 տարվա շահույթներ, հա, եւ այդպիսի թվերով մտնեն ներդրողները այդ արբիտրաժներ եւ ինչով է սա վտանգավոր, որ գոյություն ունի մեկ կոնվենցիա, իրականում Նյու-Յորքյան կոնվենցիա, դրա մասին ինձ թվում է վերջերս էլի հեծի հետ կապված ասում են, այդ կոնվենցիան ապահովում է արբիտրաժային որոշումների, անգլերեն award են ասում, որ իրականում պարգև է նշանակում, այսինքն հատուցում է նշանակում, արբիտրաժային հատուցումների կիրարկումը։ Իսկ դա նշանակում է ցանկացած պետություն եւ այդպիսիք տասնյակն են, ովքեր մասնակից են այս կոնվենցիայի, իրավունք ունի սառեցնել այդ արբիտրաժի մեջ պարտված պետության ցանկացած հաշիվ, ցանկացած ակտիվ, որը գտնվում է իր պետությունում, եւ դա հետո կփոխանցվի ներկայացրած ներդրողին։ Այսինքն նույնիսկ պարտադիր չի, որ դա օրինակ, եթե ընկերությունը գրանցված է օրինակ Կիպրոսում, դա անի կիպրական պետությունը, ցանկացած, այսինքն այդ շատ սրտաճած համակարգը, այո, եւ շատ բարդ է այդ համակարգի մեջ հաղթահարել կամ հաղթել։ Իրականում համակարգից պետքա դուրս գաս, որովհետեւ համակարգը այդպես հենց ինքնին է կառուցված, այնպես որ հանրային շահը կպարտվի միշտ։ Եվ այս իմաստով մենք Հայաստանում արբիտրաժների եւ սպառնալիքի, որ հա մենք պետությանը հա արդեն արբիտրաժի միջոցով վնաս կհասցվի եւ նաեւ վախ առաջացավ հասարակության մեջ, որ սրանք շատ ահռելի մեծ գումարներ են եւ այլն, առաջին անգամ բախվեցինք Ամրսարի պայքարի ժամանակ 18 թվականին, երբ ընկերության կողմից ներկայացվեց ծանուցում պետությանը, որ ինքը պատրաստվում է դիմել արբիտրաժի, եթե ինչ որ բաներ չկատարվեն, այսինքն ոնց որ շանտաժի նման այդ ժամանակ։ Այո, բայց ինքը իրականում հենց այդպես էլ կա, որ ինքը սպառնալիք է, ինքը հենց գրվում է կամ ստորագրվում է արդեն սպառնալիք է, իսկ երբ որ դրա մասին բարձրաձայնում են, էլի շանտաժի նման է, ու քանի որ ոնց որ ասեցի, ահռելի գումարների մասին է խոսքը։ Սրանք գումարներ չեն, որոնք փաստացի օրինակ ընկերությունների իրական արժեքն են, իրական արած ծախսերն են։ Սրանք միշտ շատ ավելի մեծ ուռճացված գումարներ են, հիմնականում վերաբերվում են ապագայի իրենց ակնկալած շահույթներին։ Եվ այո, մենք Ամրսարի պայքարից իմացանք, որ իրականում շատ դժվար է լինում, որ պետությունները հաղթեն նման գործերում, ուղղակի Ամրսարի դեպքում կար շատ հստակ դրույթ, որի պատճառով
տվյալ հայցը ուղղակի զուտ ընթացակարգային իմաստով չէր տեղավորվելու եւ մերժվելու էր, ուղղակի արբիտրաժ չէր հասնելու եւ դա մեզ շատ մեծ ուժ տվեց։ Այդ իմաստով մենք կարող ենք ասել, որ հաղթանակի եզրին էինք եւ պիտի հանգուցալուծվեր հենց այդ ժամանակ Ամուլսարի պայքարի դրած խնդիրը, այսինքն պայքարի նպատակները պիտի իրագործվեին, բայց ցավոք սրտի մինչ օրս այդ հարցը դեռ օդում կախված է։ Իհարկե պայքարը շարունակվելու է, ես վստահ եմ, որ ջերմուկում հանք չի լինելու, ուղղակի ավելի բարդացվեց իրավիճակը։ Աննա, ուզում եմ խոսել նաև հենց թիրախավորման խնդիրների մասին, որոնց ենթարկվել են բնապահպանները եւ ինչ լուծումներ է գտել այս համակարգը կոտրելու տեսակետից։ Դե իրականում ոնց որ ասեցի, բնապահպանությունը եւ հենց ակտիվիզմը ամբողջ աշխարհում ամենահզոր պատնեշների առջև է եւ ամենախոշոր, ամենամեծ ռեսուրսներ, ֆինանսական, կապեր, մեդիաներ եւ այլն, նույնիսկ պետություններ են պաշտպանում, հա, այս ոլորտներին։ Այսինքն, այն ինչի մենք պայքարում ենք, իրականում սարեր են, լեռնաշղթաներ են եւ չեմ ուզում որ թվա թե այդպես բացասական ու պեսիմիստական, բայց շատ դժվար պայքար է սա եւ շատ ռեսուրս պահանջող եւ ուղղակի դժվար բան է, այսինքն ջրի նման ժայռ ենք մենք ծակում։ Եվ այս իմաստով միշտ պետքա կոլեկտիվ ջանք, այսինքն թիրախավորում են մեզ եւ արկա հնարավոր ձևերով լրատվամիջոցները կլինեն, սոցիալական մեդիաները կլինեն, ցանցերը, որտեղ եւ ուղղակիորեն են թիրախավորվում։ Օրինակ հաճախ մեզ ասում են եկեք բանավեճի եւ բանավեճի ժամանակ ընկերությունները մեզ պիտակավորում են որպես տգետներ, դուք գիտնական չեք, դուք իրականում չգիտեք, բայց իրականում մենք ձայնն ենք եւ գիտական աշխարհի եւ հետազոտում ենք հետաքննական լրագրության իմաստով բաներ ենք ասում։ Այսինքն թիրախավորում են ուղիղ եւ անուղակի սոցիալական մեդիաների միջոցով եւ ամենացավալին այն է, որ հատկապես կին ակտիվիստները թիրախավորվում են էլի այդ գենդերային իրենց դերից ելնելով, դուք կին եք, ինչ գործ ունեք եւ այլն վնաս շատ վնասակար նաեւ բառապաշար է օգտագործվում, որը իսկապես հոգեկան վնասվածք է առաջացնում։ Այնպես որ հա, այդ ամեն ինչը կա, բայց պայքարի իմաստով շատ կարևոր է եղել մեզ համար հատկապես այս տարիներին կոլեկտիվ մնալը, իրար հետ համերաշխություն ունենալ իրար նկատմամբ եւ նաեւ համերաշխության ցանցեր ստեղծելը, որովհետեւ դա տենց հեշտ չի լինում։ Մենք դիմում ենք, այսինքն շատ կարևոր է եղել տարիների ընթացքում այդ միջազգային դաշտ նաեւ դուրս գալը, կամ մեր փոքրիկ շրջանակներից դուրս գալը, փաստաբանների համայնքների հետ աշխատելը, այլ տեսակի մասնագիտական համայնքների հետ աշխատելը, միջազգային համայնքների հետ աշխատելը եւ ցանկացած շարժման համար, բայց ուզում եմ հատկապես շեշտել այն, ինչը վերաբերում է մեր երկիր մոլորակին եւ մենք անընդհատ բնապահպանություն բառն ենք ասում, բայց դրա տակ պետք է հասկանանք նաեւ կլիմայի փոփոխության որպես կլիմայական այս մեր ներկայիս ճգնաժամի ի պայմաններում, հա, կլիմայական ճգնաժամի դեմ պայքարնել միայն հնարավոր է միջազգային եւ համատեղ ուժերով։ Այդ իմաստով ես խորհուրդ եմ տալիս, որ այն դժվարությունները, որ մենք հիմա ունենք հոգնածության, սպառվածության, զրույցի սկզբում էլ ասեցիր, այդ դժվարությունները հաշվի առնելով հանդերձ մեր ուժերի բազմապատկման ուղղությամբ գնանք, իսկ այդ ուժերը միշտ շատ են, ուղղակի պետք է իրենց գտնել եւ կոլեկտիվ լինել, այսինքն անհատապես հնարավոր չի շատ բան անել, կոլեկտիվ ջանք գործադրելը։ Շատ են խոսում են մասին, որ կանայք պետք է բարձր պաշտոններ զբաղեցնեն եւ կարողանան ազդեցություն ունենան որոշումների կայացման վրա, որպեսզի եւ համակարգը փոխվի եւ իրավիճակը։ Այսօր ունենք որոշ պաշտոններ, որոնք կանայք են զբաղեցնում։ Արդյոք կա փոփոխություն, իսկ եթե չկա, ինչու չկա։
Փոփոխություն ինչ իմաստով, այն իմաստով, որ կանանց, գենդերային իմաստով անարդարության վերացման ուղղությամբ փոփոխությունը տեղի ունեցել, ես կարծում եմ այդ հարցի պատասխանը ոչ է, որովհետև համակարգը ինքնին, որպես հայրիշխանական եւ կապիտալիստական, այսինքն հիմնված բացառապես կորզման վրա, ինքը այդ համակարգը թույլ չի տալու ուղղակի, որ այնտեղ ներգրավվածը համակարգի կանոններից դուրս գործի։ Եվ այս իմաստով ես չեմ մեղադրում, մեր ներկայումս կին Հայաստանի կին բարձր պաշտոնյաներին, նախարարներ ունենք, փոխնախարարներ ունենք։ Հարցը ոչ թե մեղադրական է, այլ ուղղակի կասկածամտություն է իմ կողմից։ Հնարավոր է արդյոք, եւ այդ դեպքում ես ասում եմ, ոչ, հնարավոր չի համակարգի ներսում կանանց եւ ոնց ասեմ, այդ անարդարության դեմ գործել, երբ որ խնդիրը դրված է, որ ամեն ինչ պետք է արվի շահույթի համար, ամեն ինչ պետք է արվի մասնավորի համար, ու շատ բարդ հարց է սա, այսինքն օրինակ կանանցից ակնկալվում է, որ իրենք աշխատեն, աշխատուժի համալրողները, լինեն, բա ով պիտի տունը պահի։ Մանավանդ մենք գործում ենք այդ սոցիալիստական պետության փլուզման ավերակների վրա, այդ ավերակների մեջ մենք տեսնում ենք մանկապարտեզներն են վերացվել, փակվել, եղած մանկապարտեզները թերաֆինանսավորման պատճառով շատ վատ են գործում եւ այլն, կանայք ստիպված են եւ երեխա պահել, եւ տունը մաքրել եւ ամեն ինչը անել, այն ինչը որ կոչվում է հասարակության վերարտադրություն, այն ինչը որ կոչվում է, որ մենք վաղը ապագա ունենք, այն ինչը կոչվում է, որ վաղը լինելու են հիմա, բայց նաեւ վաղը լինելու են այդ աշխատողները, որոնք գնալու են օֆիսներ, գործարաններ, թեկուզ հանքեր եւ աշխատեն։ Այդ ամեն ինչը անում են կանայք լրիվ անվճար ձևով, սպառվելով, հոգնելով, բայց նրանցից նաեւ ակնկալվում է, որ իրենք նաեւ աշխատուժի մասնիկ լինեն, իրենցից ակնկալվում է, որ իրենք լինեն ավականների անդամ, որոշումները կայացնեն կամ քվեարկեն կամ ինչ որ համաձայնություններ տան, հիմնականում հիմնականում տղամարդկանց պարտադրած օրակարգերին կամ պարտադրած ինչ որ կանոններով։ Այս իմաստով ես մեծ թերահավատություն ունեմ, որովհետև համակարգն է փտած, եւ ես այդ իմաստով չեմ հավատում կանանց հավասարությանը, որ իրանք հավասարապես շահագործեն, որ իրանք հավասարապես կորզման, այդ արդյունահանման քաղաքականությունը վարեն, ես դեմ եմ դրան։ Ես կողմնակից եմ ուրիշ բաների, որ կանայք իսկապես առաջ տանեն արդարության օրակարգերը, ինչը իրանք անում են արդեն շատ երկրներում, բայց հատկապես Հայաստանում։ Ես պատահաբար չասացի, որ բնապահպանական շարժումներում տարբեր, մեր, եթե մեկ անվանումով ասենք, հենց բնապահպանական շարժման մեջ մեծամասնությունը կանայք են։ Ուրեմն այո, ես կողմնակից եմ, որ այդ պայքարները շարունակվեն եւ հենց կանանց ազատագրման եւ կանանց կողմից արդարության, նոր օրակարգերի առաջբերման, կանաչ օրակարգի առաջբերման իմաստով, բայց ոչ ներկայիս համակարգի տրամաբանության մեջ։ Շնորհակալ եմ Աննա անկեղծ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր բնապահպան Աննա Շահնազարյանը։